Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանումը։ 4 քաղաքներ՝ Սոդոմ, Գոմոր, Ադմա և Սեբոիմ, երկնային կրակով բնաջնջվեցին երկրի երեսից։ Այս քաղաքների սրբապիղծ ու գարշելի մեղքերը իրենց վրա հրավիրեցին Տիրոջ բարկությունը։ Տերը Աբրահամին հայտնեց, որ Սոդոմը պետք է կործանվի։ Աբրահամը այս մեղավոր քաղաքի համար խնդրեց և Տերը նրան խոստացավ քաղաքը չկործանել, եթե այնտեղ գտնվեն թեկուզ 10 արդարներ, սակայն այդպիսիք չգտնվեցին։ Եվ ահա թե ինչ պատահեց. Սոդոմում իր կնոջ և 2 աղջիկների հետ ապրում էր մի արդար մարդ՝ Ղովտը։ Աստված այս քաղաքն ուղարկեց մարդկային կերպարանք ստացած 2 հրեշտակների։ Սա լինում է երեկոյան։ Հյուրասեր Ղովտը նրանց ընդունում է իր հարկի տակ, առանց իմանալու, թե դրանք հրեշտակներ են։ Դեռ չէին պարտկել, և ահա ամբողջ ժողովուրդը քաղաքի բոլոր կողմերից, այսինքն Սոդոմի մարդիկ, երիտասարդներից մինչև ծերերը տունը շրջապատեցին և Ղովտին կանչեցին ու նրան ասացին. «Ո՞ւր են այն մարդիկը, որ այս գիշեր քեզ մոտ եկան, նրանց դուրս բեր մեզ մոտ, և գիտենանք նրան»։ Եվ Ղովտը բակ դուրս եկավ նրանց մոտ և դուռը փակեց իր ետևից և ասաց. «Եղբայրներս, աղաչում եմ ձեզ, չարություն մի արեք, նրանց ոչինչ մի արեք, քանի որ նրանք եկել են իմ հարկի տակ»։ Սակայն նրանք ասացին. «Պանդխտության համար եկավ և ուզում է դատաստան անել, հիմա քեզ նրանցից վատ կանենք»։ Եվ սոդոմցիք մոտեցան Ղովտին, որպեսզի դուռը կոտրեն։ Այդ ժամանակ այդ մարդիկ, այսինքն հրեշտակները, իրենց ձեռքը մեկնեցին և Ղովտին տան մեջ իրենց մոտ վերցրին և դուռը փակեցին։ Եվ ահա այն մարդկանց, որ տան դռանն էին, կուրությամբ զարկեցին փոքրից մինչև մեծը։ Այդ մարդիկ Ղովտին ասացին. «Մենք այս տեղը պետք է կործանենք, որովհետև նրանց աղաղակը Տիրոջ առաջ մեծ եղավ»։ Եվ նրանք Ղովտին, կնոջը և 2 աղջիկներին ձեռքից բռնած դուրս բերեցին քաղաքից։ Նրանցից մեկն ասաց. «Անձիդ ազատման համար փախիր, ետիդ մի նայիր ու լեռը փախիր, որպեսզի չկորչես»։ Եվ արևը երկրի վրա ծագում էր, երբ Ղովտը Սեգովր մտավ։ Եվ Տերը Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ և կրակ տեղաց երկնքից և կործանեց այն քաղաքները և բոլոր դաշտերը և այն քաղաքների բոլոր բնակիչները և երկրի բոլոր բուսականությունը։ Ղովտի կինը ետ նայեց և աղի արձան դարձավ։ Ենթադրում են, որ այս կործանված քաղաքները գտնվում էին Մեռյալ ծովի հարավային մասում։ Սոդոմ և Գոմոր արտահայտությունը հիմա էլ օգտագործվում է ցույց տալու համար անառակության աստիճանը, որի համար Աստված այնքան սաստիկ զայրացավ, ներառյալ նաև այն գարշելի մեղքերը, որոնք վերջին ժամանակներս գնալով ավելի են տարածվում երկրի վրա։ Աբրահամը Իսահակին զոհաբերում է։ Աստծո 3 բանբերներին ուղարկելուց 1 տարի անց Սառան որդի ունեցավ։ Աբրահամը նրա անունը Իսահակ դրեց։ Երբ Իսահակը մեծացավ, Տերը որոշեց փորձել Աբրահամի հավատն ու սերը իր նկատմամբ։ Աստված նրանց դիմեց հետևյալ խոսքերով. «Վերցրու քո միակ որդուն՝ Իսահակին, որին սիրում ես, գնա Մորիայի երկիրը և այնտեղ նրան ողջակեզ արա, այն սարերից մեկի վրա, ուր ես քեզ կասեմ»։ Աբրահամի համար դժվար էր այդ անել, բայց նա ուզում էր անել այն ամենը, ինչ Աստված հրամայում էր, որովհետև նա Տիրոջը ողջ սրտով էր սիրում։ Այդ պատճառով նա փայտ ջարդեց, դրեց էշի վրա, իր հետ վերցրեց 2 ծառաներին և Իսահակին ու գնաց Տիրոջ նշած տեղը։ Չիմանալով, որ հայրը իրեն էր զոհաբերելու, Իսահակն ասաց. «Հայր իմ, ահա կրակն ու փայտը, բայց ո՞ւր է ողջակիզելու գառը»։ Աբրահամը պատասխանեց. «Աստված կհոգա գառան հարցը, որդյակ իմ»։ Մորիա սարը հասնելով Աբրահամը ծառաներին ներքևում թողեց, բարձրացավ սարը, զոհասեղան սարքեց, փայտը ջարդեց ու Իսահակին կապելով զոհասեղանի վրա դրեց։ Սակայն հանկարծ Աստծո հրեշտակը երկնքից կանչեց. «Աբրահամ, Աբրահամ»։ «Ձեռքդ պատանու վրա մի բարձրացրու ու ձեռք մի տուր նրան, որովհետև ես հիմա գիտեմ, որ դու վախենում ես Աստծուց և ինձ համար միակ որդուդ չխնայեցիր, օրհնելով օրհնում եմ քեզ»։ Աստված միշտ օրհնում է նրանց, որոնք ամբողջ սրտով սիրում են Իրեն ու կատարում իր բոլոր պատվիրանները։ Ռեբեկան։ Անցավ բավական ժամանակ ու Աբրահամը շատ ծերացավ, ու նրա որդին Իսահակը երիտասարդ դարձավ։ Մի օր Աբրահամը կանչեց իր ծառային ու հրահանգ տվեց նրան գնալ Միջագետք ու այնտեղից հարց բերել Իսահակի համար։ Ծառան վեր կացավ ու գնաց Միջագետք, Աբրահամի եղբոր Նաքովրի քաղաքը։ Երբ նա Միջագետք հասավ, սկսեց աղոթել.
որ Տերը իրեն հանդիպեցնի Իսահակի համար նախատեսված աղջկա։ Ով Տեր իմ, տիրոջ Աբրահամի Աստվածը, այսօր ինձ հանդիպեցրու նրա հետ, և իմ տիրոջ Աբրահամին լավություն արա։ Ահա ես կանգնած եմ աղբյուրի մոտ, ու քաղաքի բնակիչների աղջիկները գալիս են ջուր տանելու, ու այն աղջիկը, որին կասեմ կուժդ թեքիր ջուր խմեմ, ու որը կասի խմիր, ես քո ուղտերին էլ ջուր կտամ, կլինի նա, ում նախատեսել է քո Իսահակ ծառայի համար։ Այսպես կհասկանամ, որ դու լավություն ես անում իմ տիրոջը։ Դեռ խոսքը չավարտած աղբյուրի մոտ հայտնվեց Ռեբեկա անունով մի հիանալի աղջիկ։ Նա իր կուժը ջրով լցրեց ու ետ դարձավ։ Աբրահամի ծառան վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Թող մի քիչ ջուր խմեմ քո կժից»։ Աղջիկը պատասխանեց. «Խմիր, Տեր իմ»։ Երբ աղջիկը հագեցրեց նրան, ասաց. «Քո ուղտերին էլ ջուր տամ, մինչև հագենան»։ Ծառան զարմացած լուռ դիտեց, թե ինչպես էր աղջիկը ջուր տալիս իր ուղտերին, ու հարցրեց. «Դու ում աղջիկն ես, ասա ինձ, քո հոր տանը մեզ համար գիշերելու տեղ կա»։ Ռեբեկան պատասխանեց, որ ինքը Բաթուելի աղջիկն է, նա Քովրի, Աբրահամի եղբոր թոռը։ Ասաց նաև, որ հարդ էլ ունեն, ճարակ էլ, գիշերելու տեղ էլ։ Այս լսելով ծառան խոնարհվեց տիրոջ առաջ ու փառաբանեց նրան, իրեն ուղիղ Աբրահամի եղբոր տունը առաջնորդելու համար։ Ծառան մտավ նա Քովրի տունը ու բոլոր ներկաներին պատմեց, թե ինչպես Աբրահամը իրեն հայրենիք ազգականների մոտ ուղարկեց իր որդի Իսահակին կին բերելու համար, ու այն մասին, թե ինչպես Տերը իր աղոթքին պատասխանեց։ Հետո Ռեբեկայի հարազատներին հարցրեց, թե կթողնեն, որ Ռեբեկան իր հետ գնա։ Ծնողները կանչեցին իրենց աղջկան ու հարցրեցին. «Կգնաս այս մարդու հետ»։ Ռեբեկան համաձայնվեց։ Համաձայնություն տվեց ամբողջ ընտանիքը, ու նրան թողեցին հասկանալով, որ այդ է Աստծո կամքը։ Շատ կարևոր է միշտ աղոթելով Տիրոջ խորհուրդն ու առաջնորդությունը խնդրել, այն ժամանակ նա կտա իր առատ օրհնությունը։ Իսահակն ու Ռեբեկան։ Ռեբեկան ու Աբրահամի ծառան ուղտերի վրա նստած երկար գնացին և վերջապես հասան այն երկիրը, որտեղ Իսահակը սպասում էր նրանց։ Երեկոյան Իսահակը առ դուրս եկավ, հանկարծ տեսավ մոտեցող քարավանը, որ իր հարսնացուին էր բերում։ Մինչ այդ երեկ Ռեբեկային չէր տեսել, Ռեբեկան էլ իրեն, բայց նրանք շատ սիրեցին իրար ու շատ երջանիկ էին, որովհետև Աստված ինքը նրանց իրար համար կանխորոշել էր։ Աստված նրանց երկու որդի տվեց, Հակոբ ու Եսավ անունով։ Նրանք երկորյակներ էին, բայց Եսավը ավելի շուտ ծնվեց, քան Հակոբը, այդ պատճառով էլ առաջնեկ էր կոչվում։ Հակոբը հոր օրհնությունն է ստանում։ Ծերության հասակում Իսահակի տեսողությունը վատացավ, մեռնելուց առաջ ուզեց օրհնել իր առաջնեկին՝ Եսավին։ Իսահակը նրան իր մոտ կանչեց ու պատվիրեց, որ նա որսամսից իր սիրած ճաշերը պատրաստի։ Հայրը խոստացավ դրանից հետո օրհնել իր որդուն։ Այս լսելով Ռեբեկան Հակոբին իր մոտ կանչեց ու պատմեց այդ բոլորը։ Նա շատ էր ուզում, որ Հակոբը հայրական օրհնությունը ստանար, այդ պատճառով նա որոշեց խաբել Իսահակին։ Երբ Եսավը որսի գնաց, Ռեբեկան Հակոբին նախ իր ուղարկեց, երկու այծ բերել տվեց և Իսահակի սիրած ճաշը պատրաստեց։ Հետո վերցրեց Եսավի սիրած հագուստը ու Հակոբին հագցրեց։ Բայց քանի որ Եսավի մարմինը շատ մազոտ էր, Ռեբեկան Հակոբի ձեռքն ու վիզը այծի մորթիով փաթաթեց, որպեսզի եթե վատ տեսողություն ունեցող հայրը շոշափի չզգա խաբեությունը։ Հակոբը վերցրեց պատրաստված ճաշն ու մտավ հոր մոտ։ Երբ Հակոբը հորն առաջարկեց ուտել ճաշը, հայրը ասաց. «Մոտեցիր ինձ, շոշափեմ քեզ, որդիս, տեսնեմ իմ Եսավ որդի՞ն ես, թե ոչ»։ Հակոբը մոտեցավ, Իսահակը շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, իսկ ձեռքերը Եսավինը»։ Չճանաչեց նրան, որովհետև այծի մորթիով փաթաթված նրա ձեռքերը նման էին իր եղբոր ձեռքերին։ Հայրը խնդրեց իրեն ճաշ տալ։ Ուտելուց հետո նա օրհնեց որդուն։ Այսպես խաբելով Հակոբը իր եղբայր Եսավի համար նախատեսված օրհնությունը ինքը ստացավ։ Այդ պատճառով Եսավը ատեց իր եղբորը ու որոշեց սպանել նրան։